Հարգելի հեռուստատոներ, այսօր հեռանկարի հյուրն է Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը, բարև ձեզ, պարոն Նորիկյան, շնորհակալ ենք Ես շնորհակալ հրավերի համար։ Ես կարծում եմ սկզբում կարելի է Գյումրիից խոսել, որովհետև այսօր առավոտից բավականին լարված իրավիճակ է Գյումրիում, 8 պաշտոնատար անձ է ձերբակալվել ըստ հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկատվության, որոնք մեղադրում են խոշոր չափերի կաշառք տալ ստանալու մեջ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե ով կամ ովքեր են Գյումրիում իշխանություն, ինչ եք կարծում, այս ամենը ինչ տեղի ունենում է նաև մասնավորապես այսօրվա դեպքի, ավելի շատ իրավական պրոցես է, թե ավելի շատ քաղաքական։ Երկուսը միասին կարելի ասել, ակնհայտ է, որ Գյումրին իր կարգավիճակով եւ իր նշանակությամբ բավականին քաղաքական հնչեղություն է հաղորդում մեր երկրի հասարակական կյանքին եւ բնական է Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող գործողությունները չեն կարող քաղաքական աղերս չունենալ կամ քաղաքական հետևանքներ չունենալ, ակնհայտ է ինքը նույնիսկ եթե 100%-անոց իրավական գործընթաց լինի, բնականաբար դա իր հետ բերելու է 100%-անոց քաղաքական հետևանք, որովհետև եթե Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվում եւ նա ինչ որ առումով ձեռք է բերում մեղադրյալի դատավարական կարգավիճակ, հետագայում մեղադրական վերդիկտի հրապարակման դեպքում, եթե նա մեղավոր ճանաչի ենթարկվի ազատազրկման, բնականաբար Գյումրի համայնքի ղեկավարի թափուր տեղը լրացնելու համար իրականացվող գործընթացը քաղաքական է, հետեւաբար այն ինչ հիմա իրականացվում է իրավական համատեքստում, դա չի կարող չունենալ քաղաքական հետևանքներ, ավելին ունենալու է։ Ուստի երկուսը շաղկապված են եւ հաշվի առնելով վերջի 1 տարվա ընթացքում Գյումրիում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, համայնքի ղեկավարի համայնքի ավականու ընտրությունները, դրանից հետո ձևավորված քաղաքական քարտեզը վկայում էր, որ այս լարվածությունը հասնելու էր իր գագաթնակետին։ Հիմա տեսնենք, թե ինչքանով է հիմնավոր հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ուրեմն օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքում ձեռքբերված նյութերը եւ որքանով են հիմնավոր համայնքի ղեկավարին եւ մնացած այլ անձանց մեղսագրվող ենթադրյալ Հայաստանի Հանրապետության քրեական օրենքով արգելված արարքները։ Այսինքն կարող ենք ասել, որ իրավական հիմքերի վրա, բայց քաղաքական խնդիր է լուծվում։ Իրավական, եթե որովհետև որքան ծանոթացա մամուլի հրապարակումներին, ուրեմն անձանց մեղսագրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հանցագործություն, մեղադրանք, եւ դա ենթադրում է երկար տարիներ ազատազրկում, անձիկ մեղադրվում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։ Ես իմ ասածը խնդրում ճիշտ հասկանանք, եթե իրավական գործընթաց է մեկնարկում եւ իրավական գործընթացի հետևանքով անձին ենթարկվեն քրեական պատասխանատվության մեղավոր ճանաչվեն, բնականաբար Գյումրի համայնքի ղեկավարի ընտրության գործընթաց պետք է սկսվի։ Այսինքն այս գործընթացի արդյունքում քաղաքական գործընթաց է մեկնարկելու, բայց ակնհայտ է նաև, որ Հայաստանի Հանրապետության հանրապետական իշխանությունների, այսինքն գործող կառավարության եւ Գյումրի համայնքի ղեկավարի եւ Գյումրի համայնքում ձևավորված ավականու մեծամասնության դիրքորոշումները բավականին հեռու էին, նրանք մրցակիցներ էին եւ ակնհայտ էր, որ այսպիսի հանգուցալուծում կարող էր լինել։ Սա ինչ որ օրիգինալ չէ, այսինքն սպասվում էր։ Ինչ որ մասով նաև բնակչության վրա ինչ որտեղ հոգեբանական ազդեցության էֆեկտ այս ամենը կունենա, որովհետև վերջը ասվում է, թե տեսեք, այսպիսի ծանր հանցագործության մեջ է մեղադրվում իշխանությունը կամ իշխանության որոշ ներկայացուցիչներ, խոշոր չափերի կաշառք եւ մյուս կողմից կարծես թե դուք եք ընտրել այդ իշխանություններին եւ հիմա արդյունքը տեսեք։ Այո, սա բոլոր դեպքերում գործող իշխանությանը տալու է որոշակի ֆորա ներկայացնելու այլ համատեքստից, իրենց համատեքստից, որ օրենքի առջև հավասար են բոլորը, որ կաշառակերները պոտենցիալ տեղ չունեն մեր կյանքում։ Իհարկե, ինձ համար էլ որպես քաղաքացու Հայաստանի Հանրապետության քրեական օրենքով արգելված ցանկացած արարք կատարած անձը ենթակա է պատասխանատվության անկախ դրանից ով ուզում է լինել։ Ուղղակի այս դեպքերում քաղաքական հնչերանգությունը որոշակի մտորումների տեղ է տալիս եւ սա այո կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ ընդհանուր առմամբ հանրային տրամադրությունների վրա։ Շնորհակալություն։
Վարոն Նորիկյան, դուք վերջերս այսպեսի առաջարկով եք հանդես եկել, որ բոլոր փոքր քաղաքական ուժերը միավորվեն ու մոտ 2-3 տասնյակի հասնող այդպիսի ուժեր կան եւ ըստ այդմ կարող է ձևավորվել բավականին այսպես ուժեղ կենսունակուժ, որը կարող է նաեւ լուրջ պայքար մղել ընտրությունների ժամանակ։ Ինչ սկզբունքով եք պատկերացնում այդքան փոքր կուսակցությունների միավորումը։ 2015 թվականին Արդյոք դա ռեալ համարում եք։ Տեսեք, եթե մենք ձեռք բերենք քաղաքական հասունություն, եթե իսկապես քաղաքական հավակնությունները մի կողմ դրվեն, եթե իսկապես պետականաշինության շահը եւ մեր հասարակության շահը գերակայի անձնական կուսակցական քաղաքական շահերից, բայց դա երբեք չի գերակայել մեր իրականություն։ Ես պատրաստ եմ, այո, դուք շատ դժվարին բան եմ առաջարկել, գրեթե անհնար, բայց գիտեք ինչ, պետականաշինության գործընթացում, ուժեղ կենսունակ հայկական պետության ձևավորման գործընթացում անձնազոհությունը պետք է բերել առաջին պլան։ Ես պատրաստ եմ այդ անձնազոհությանը, նաև մեր գլխով անցած եմ ես լրջորեն վերլուծել, մտորել։ Մենք 3 տարեկան կուսակցություն ենք, 2021 թվականին ենք հիմնադրվել, 4 տարեկան եւ 2 գրեթե համապետական ընտրությունների ենք մասնակցել, 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ 2023 թվականի Երևանի ավականու ընտրություններին։ Գումարած 6 այլ համայնքներում ավականու ընտրություններին ենք մասնակցել։ Եվ այս ամբողջ գործընթացների արդյունքում ես ինքս եկել եմ այն համոզման, այն հետևության, որ մեզ գլոբալ միավորում է անհրաժեշտ, քաղաքական դաշտի բյուրեղացում է անհրաժեշտ։ Ինչու՞։ Տեսեք, գործող իշխանությունը շատ հզոր առաջին հայացքից մարտավարական, ռազմավարական հնարք է կիրառում ու իրականացնում։ Ցանկացած իր օպոնենտի պիտակավորում է կամ ռուսական գործակալ կամ նախկին թալանչի։ Ցանկացած այդ դաշտից դուրս, ցանկացած այլ ուժի միավորման, ձևավորման վերաբերյալ կամ դեպքում եւ գործող իշխանությունն է դարձնում մեզ թիրավ եւ նախկին իշխանություններն են մեզ դարձնում թիրավ։ Իմ ասածը լրիվ այլ հարթության վրա։ Ես ասում եմ, մենք գործող իշխանության եւ նախկին իշխանությունների քաղաքական մեկ պայքարից դուրս անդին ձևավորենք մի որակապես այլ բովանդակային առումով քաղաքական հարթակ 20 կլինի, 30 կլինի, 10 կլինի, 15 կլինի, դա շատ պայմանական թիվ է։ Այն քաղաքական անհատները, հոսանքները, ուժերը, կուսակցությունները, որոնք ռեալ են գնահատում սեփական հնարավորությունները, որոնք տեսնում են, որ այս քաղաքական միջավայրում հնարավոր չէ միայնակ հաջողության հասնել, միավորվել, իսկ իրական քաղաքական այլընտրանք ներկայացնել հանրությանը, իրական քաղաքական ծրագիր ներկայացնել Հայաստանի ռազմավարական զարգացումը առաջիկա տարիների առումով, եւ ես ձեզ հավաստիացնում եմ, եթե իսկապես նման մրցունակ քաղաքական թիմ ձևավորվի, ընտրական ցուցակը ձևավորվի, ավելին ես առաջարկում եմ, որ այդ ընտրական ցուցակի առաջին համարի ընտրության կամ որոշման հարցում որոշիչ լինի մեր ժողովրդի տեսակետը, պրայմերիզների ինստիտուտ գոյություն ունի։ Եթե մենք չենք կարողանում գիտակցաբար, ինքնուրույնաբար որոշել, թե ով է գլխավորելու ընտրական ցուցակը, եկեք միավորվենք, թող մեր ժողովուրդը ընտրի։ Այն գլխավորելը չէ, պարոն Նորիկյան, ես մտածում եմ առասարակ կուսակցությունների առաջին համարները գոնե պետք է լինեն, չէ՞ այդ շատ բարդ է, այո, շատ բարդ է, բայց ես ընտրացուցակում պետք է ասեմ ցավոք սրտի։ Հիմա կասեք առաջինը, ձեր առաջարկած տարբերակը հասկանալի, բայց 5-րդը ով է լինելու կամ 20-րդը ով է լինելու, 20-րդը ինչ որ կուսակցության առաջին դեմ, այդ ներքին ընտրությունը այստեղ բավականին լուրջ մտորելու հարցեր կան։ Գիտեք, Հայաստանի քաղաքական կյանքում շատ չէ, բայց եղել են դեպքեր, երբ բազմաթիվ կուսակցություններ իսկապես միավորվել են։ Հիշեք 2013 թվականին ներողություն 2003 թվականին Արդարություն դաշինքն ա եղել, 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձևավորվեցին, հետո 2013 թվականին Ռաֆի Հովհաննիսյանի շուրջ ձևավորվեցին։ Հարգելի Արտակ, ցավոք սրտի ես վերջերս մի խորքային առումով ինձ համար հետաքրքիր բան էի բացահայտել, ցավոք սրտի մեր ժողովուրդը 90-ականներից սկսած մինչև մեր օրերը չի գնացել գաղափարների հետևից։ Մենք մշտապես մեր ժողովուրդը գնացել է առաջնորդի հետևից։ Տեսեք, 91 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանն էր առաջնորդի,
96 թվականին Վազգեն Մանուկյանը, 98-2003 թվականներին Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանները, 2008 թվականին նորից Լևոն Տեր-Պետրոսյանը, 2013 թվականին Ռաֆի Հովհաննիսյանը, 18 թվականին Նիկոլ Փաշինյանը, 2021 թվականին որոշակիորեն Ռոբերտ Քոչարյանի ուրեմն շուրջ փորձ արվեց ձևավորել, բայց հասկանալի է, որ նրա շուրջ հնարավոր չէր լիարժեք կոնսոլիդացիա ապահովել։ Այսինքն մեր քաղաքական կյանքի պատմությունը մեզ բերել է այն համոզման, որ քաղաքական ծրագրերը, գաղափարները, չգիտեմ, այլ փիլիսոփայական արժեքների համախումբը մեր ժողովրդին միավորող գործոն չի հանդիսացել։ Միավորող գործոն է հանդիսանում հզոր անհատը, խարիզմատիկ լիդերը։ Ցավոք սրտի հիմա մենք մի հատ այդ իրավիճակից ելնելով, հաշվի առնելով նաև այդ իրավիճակը, ես նաև այլ տարբերակ էի առաջարկել։ Ասում են, եթե ուզում ենք հաղթենք Նիկոլ Փաշինյանին եւ ձևավորել նոր քաղաքական ուժ, իշխանություն, ուրիշ բան պետք չի փնտրել, պետք է փնտրել Նիկոլին հաղթող քաղաքական տեխնացու, միավորվել այդ անհատի շուրջ եւ գնալ իսկապես քաղաքական հաջողության հասնելու ճանապարհին օրինական լեգիտիմ ընտրությունների միջոցով, որովհետեւ ինձ համար որպես քաղաքական գործչի շատ կարեւոր ճակատագրական է։ Ես ուզում եմ, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության կյանքում մեկ անգամ օրինական ընտրությունների միջոցով ընդդիմությունը հաղթի ընտրություններում եւ գործող իշխանությունը օրինական ընտրությունների միջոցով պարտվի առանց դիմադրության, առանց բռնության, առանց աթոռից կարճելու, հանձնի իրեն հաղթած քաղաքական ուժին իշխանությունը եւ հեռանա։ Սա կլինի իմ պատկերացած Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ես հույս ունեմ, որ այս իշխանությունը նման ողջամտություն կամ ողջախոհություն կդրսևորի ինչ որ մի փուլում օրինական ընտրությունների ժամանակ պարտվելու դեպքում առանց դիմադրության կհանձնի իշխանությունը իրեն հաղթած քաղաքական ընդդիմությանը։ Այլ հարց է, թե այս ընդդիմություն ասելով ինչ նկատի ունեմ։ Հաստատ ասում եմ, այսօրվա խորհրդարանական ընդդիմությանը եւ նախկին առաջնորդներին ես չեմ համարում ընդդիմություն եւ Հայաստանի գործող քաղաքական իշխանությանը այլընտրանք։ Նորգյան, բայց կարծեք թե քաղաքական դաշտում ոչինչ չի էլ փոխվում։ Մենք մոտենում ենք ընտրություններին, բայց ոնց հասկանում եմ նորից պայքար ուրվագծվում է ներկա ու նախկինների միջև եւ այդ այլընտրանքային հզոր ուժը կարծես թե չի ձևավորվում։ Ձեր այդ նշած ամենաժողովրդավար կամ չգիտեմ ամենասիրելի ինչ որ առաջնորդը, որին պետք է փնտրել ու գտնել, կարծես թե ոչ փնտրվում է։ Արևը դուք ճիշտ եք, բայց Հայաստանի քաղաքական կյանքը ունի նման նաև նախադեպեր, երբ մեկ ամսվա ընթացքում ամբողջովին 170 աստիճանով փոխվում է։ Նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու process-ը հիշեք։ 2018 թվականի մարտ ամսին, մարտի 31-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրու հրապարակում մեկնարկում էր իր հայտնի քայլերթը, եթե որևէ մեկը, նույնիսկ ամենատաղանդավոր եւ ամենականխատեսող քաղաքական գործիչը ենթադրեր, որ մեկ ամիս անց Հայաստանում տեղի ունենալու նման տեկտոնական փոփոխություններ, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը դառնալու է վարչապետ, կասեն կամ այս մարդը կիսախելագար է կամ ընդհանրապես անհնար է։ Հետաբար դեռևս վաղ է խոսել ուժերի դասավորվածությունից։ Հայաստանում ուժերի հաշվեկշիռը հնարավոր կլինի ուրվագծել 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին։ Հիմա իհարկե ուժերի դասավորվելու, միմյանց հետ հաղորդակցվելու քաղաքական խորհրդակցությունների ժամանակահատվածը իհարկե կան քաղաքական ուժեր, որոնք մուսկուլ են ցույց տալի, ովքեր ցանկանում են վերականգնվել, վերակենդանանալ, քաղաքական նոր խաղացողներ են հայտնվել քաղաքական դաշտում, որակապես այլ բովանդակություն են հաղորդում քաղաքական դաշտին, ռեսուրսներ ունեն, ինչը շատ կարևոր է։ Բայց գիտեք ինչ, ես անցած ընտրությունների ժամանակ էլ եմ ասել եմ եկեք փոխենք ուժեղի եւ ուժի չափանիշը Հայաստանում, փողի գործոնը նվազեցնենք եւ ընդհանրապես հանեք փողի գործոնը քաղաքական պայքարի տրամաբանությունից, հանեք փողի գործոնը կտեսնեք քաղաքական դաշտը որքան կմաքրվի եւ քաղաքական դաշտը կմնա քաղաքական գործիչներին։ Պարոն Նորկյան, տեսեք, քաղաքական դաշտում, հա, փորձագիտական դաշտում այսպիսի տեսակետ կամ գուցե պնդում կա, որ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու երևի թե ամենամեծ երաշխիքներից մեկն է։ Դուք, ես ինչքան գիտեմ, կիսում եք այդ տեսակետը, դուք էլ եք այդպես տրամաբանում, բայց գաղափարը գեներացնողներից մեկն է։ Բայց տեսեք, այդ մարդը երկրորդ նախագահ ասում է, եթե
իր խոսքերով կարող է չհիշեմ, բայց բուն իմաստան, որ ընդդիմադիր դաշտում իրենից ավելի բարձր վարկանիշ ունեցող գործիչ չկա եւ եթե այդպեսին լինի, ինք պատրաստ է տեղ զիջել այդ ավելի բարձր վարկանիշ ունեցող։ Ես միշտ ասել եմ, դրան հակադարձել եմ, տվեք ինձ 5-րդ հեռուստաընկերությունը, տվեք ինձ Ռոբերտ Քոչարյանի կարողությունների 1%-ը ու 3 ամիս հետո խոսենք վարկանիշի մասին։ Ռոբերտ Քոչարյանն ունի վարկանիշ, թե այլ քաղաքական հավակնություններ ունեցող անհատներ։ Այսինքն գիտեք ինչ, նստել ոսկու կարաստերի վրա, այդ կարաստերը օգտագործել քաղաքական կապիտալ եւ քաղաքական ազդեցություն ձեռք բերելու համար, մի փոքր իներցիոն հիշողություններով ինչ որ փորձել այսպես ասած իմիջային բան կերտել, կերպար կերտել, բառը ճիշտ եմ ուզում օգտագործել, թե իբրև մենք պատերազմում հաղթող նախագահ ենք եղել, էս ենք եղել, այն ենք եղել, դրա ֆոնի վրա փորձել ինչ-որ տպավորություն ձեռք բերել, որ դու այլ ընտրանք չունես, ինքնախապեյություն է։ Գիտեք ինչ, Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում նույնիսկ ձիու վրա գտնվող Ռոբերտ Քոչարյանը չի վայելել ժողովրդի վստահությունը։ Մենք շատ լավ հիշում ենք, թե 1998 եւ 2003 թվականներին ինքը ինչպես է ընտրվել ճակերտավոր Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։ Ուղղակի 2021 թվականի Արցախյան աղետալի պատերազմին հաջորդող ժամանակահատվածում այնպիսի ցայտոտային իրավիճակ էր եւ այնպիսի ուրեմն ընտրական տրամադրվածություն էր, որ մի կողմից ժողովուրդը ընտրեց Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չգային իշխանության, մի կողմից էլ ընտրեց Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, որտեղ այդ երկու ուժերին են ընտրել մեր ժողովուրդը, քանի որ քաղաքական դաշտում դեռևս ձևավորված չէին այնպիսի քաղաքական ուժեր, կուսակցություններ կամ անհատեր կայացած չէին, որոնք կարող էին աստիճանաբար փոխարինել այդ ուժերին։ Ես դες վստահեցնում եմ 26 թվականը լուրջ ֆիլտրացիոն գործընթաց է լինելու, նաեւ այդ բոլոր այդ նախագահները իրենց ղեկավարած ուժերով դուրս են գալու քաղաքական դաշտից։ Ավարտում ենք, պարոն Նորիկյան, շատ կարճ կես րոպեի սահմաններում իշխանությունների գործողությունները եկեղեցու կամ ավելի ճիշտ որոշ եկեղեցականների հանդեպ դուք գիտեմ, որ չեք արդարացնում եւ նշում եք, որ դա եկեղեցին կազմակերպում է եւ այլն։ Անկախ նրանից եկեղեցին լավն է կամ վատն է, այսինքն ընդունում եք, որ եկեղեցին ունի լրջագույն խնդիրներ, եթե այո, բա ինչպես պետք է այդ խնդիրները լուծել, պետք է լուծել այդ խնդիրները։ Դա իշխանության խնդիրը չի, ես իրավաբան եմ։ Եթե եկեղեցին մուտք է, այսինքն խառնվում է իշխանության գործերին, այդպես ասենք, թե դա տեղի չունի ըստ ձեզ։ Տեսեք, խնդիրը շատ լավ հարց տվեցիք, շատ կարճ պատասխանեմ։ Ես լսել եմ այդ ձայնագրությունները, որ 2021 թվականի ընտրությունների կամ հետընտրական պրոցեսներին, միտինգներին մասնակցելու համար, Ռոբերտ Քոչարյանի միտինգներին մասնակցելու համար ամենայն հայոց կաթողիկոսը իր ենթականերին հանձնարարում է գնացեք։ Հիմա տեսեք, Ռոբերտ Քոչարյանը այդ առումով մնացել է անձեռնմխելի, բայց նրա համար աշխատող ընդհանուր նաև եկեղեցականները կալանավորվում, ձերբակալվում, մեղադրվում են։ Ստեղ դուք չեք ուզում այլ ենթատեքստ փնտրեք։ Իսեր Աստծո, ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանի Հանրապետությունում օրենք խախտած անձը չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Իսեր Աստծո, դրա մասին չի խոսքը։ Ես ասում եմ, ով ուզում է լինի, ինձ համար եկեղեցականները, այսպես ասած, վերին արտի ծորենը չեն եւ ինչ որ անձեռնմխելի չեն։ Ես ասում եմ, իշխանությունը նման իրավասություն չունի։ Բացեք Սահմանադրության 6-րդ հոդվածը։ Ես ասում եմ, վարչապետը եւ մնացած պաշտոնատար անձինք կարող են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ օրենքներով։ Ես շատ պարզ ասում եմ իրավական հարցության վրա։ Վարչապետը կաթողիկոս փոխելու սահմանադրական լիազորություն չունի ու վերջ։ Շնորհակալություն։ Այսքանը հարգելի հեռուստատոներ, մեր հյուրն էր Նորայր Նորիկյանը։